Ինձ հարցնում են, թե ինչ կարծիք ունեմ եվրոպական լիդերների եւ Զելենսկու այցի մասին Հայաստան։ Ես երկար վերլուծական հաղորդում կանեմ այդ մասին, ընդ որում մի քանի մասով, նախ քննարկումները Հայաստանում, ընդհանրապես ինչ է այդ եվրոպական համայնքը իրենից ներկայացնում, ինչ արդյունքներ են դրան գրանցել, աշխարհը ինչ արձագանք է տվել դրան, ինչպես են արձագանքել ռուսները, միջազգային փորձագետական, քաղաքական, լրատվական շրջանակների արձագանք։ Այդ ամենի մասին համապարփակ հաղորդում ես ձեզ կներկայացնեմ, բայց հպանցիկ հիմա ասեմ մի բան։ Այն, ինչը օգուտ է Հայաստանին, ինչը օգուտ է ձեզնից յուրաքանչյուրին, մեզ բոլորիս, բերում է անվտանգություն, բարեկեցություն, դա նշանակում է լավ է եւ ճիշտ է։ Բայց ինչը Հայաստանի համար կարող է լինել բացասական, վտանգավոր, ուրեմն դա սխալ է եւ վատ բան է։ Հիմա բերեմ պարզ Զելենսկու օրինակով։ Եթե Զելենսկու այցը մեզ, օրինակ Ադրբեջանը ստացել է Զելենսկուց դրոններ։ Զելենսկու այցը մեզ ինչ-որ օգուտ է տվել, որը ենթադրենք համաչափ չէ հասցվող վնասին, օրինակ կարող է Ռուսաստանը մի հատ հրթիռ արձակել Երևանի վրա, կոպիտ օրինակ եմ բերում տեսականորեն։ Եվ Զելենսկու այցը ընդամենը ծառայելու է Նիկոլ Փաշինյանի նախընտրական PR-ին, բայց Հայաստանին, հայ ժողովրդին, ձեզ, ինձ, հավաքական հայությանը որևէ օգուտ չի տալիս, միայն բերելու է զրկանքներ, ուրեմն դա անիմաստ, վատ, սխալ քաղաքականություն է։ Այսինքն իմ վերլուծությունների եւ խորհուրդ եմ տալիս բոլորի սիրելի բարեկամներ, ուղենիշը պետք է լինի Հայաստանի պետական ազգային շահը, որը ինչը սպասարկում է դրան, ուրեմն դա է ճիշտը։ Եթե եվրոպացիների Զելենսկու այցից հետո Հայաստանը ստանում է անվտանգություն, տնտեսական բարեկեցություն, լավ բաներ, այլ ոչ թե միայն խոստումներ, վիզաների ձևական ազատականացում, դրա դիմաց օրինակ մենք տուժելու ենք ստանալու տնտեսական սանկցիաներ այլ ուղղություններով, անվտանգային սպառնալիքներ, մեր տարածքները կրկին օկուպացվեն, Արցախի տեղեսյունիքն էլ հանձնենք, ուրեմն դա սխալ է, իսկ ինչը օգուտ է մեզ, ուրեմն դա ճիշտն է։ Սա է չափանիշը, ավելի մանրամասն մենք հետո կքննարկենք։